Մեր շատ քննարկումների ժամանակ, երբ որ խոսում ենք իհարկե մեր բուն գործունեություն Equify-ի, մեր համար քանի որ ներողների արդյունքները շատ կարևոր են, ոչ թե միակ Equify-ում, այլ նաև ընդհանուր որ այդ արդյունքները լավ լինեն եւ փորձը լավ լինի, շատ ժանր խոսում ենք ընդհանուր պորտֆելից, բայց այդ ներումային թեման շատերի համար շատ դժվար է թվում, շատ ջանք պետք է ներդրվի դրա մեջ ժամանակ, ուսումնասիրություններ, խորանալ եւ այլն։ Կարելի է դա իհարկե անել, բայց սովորաբար մի քանի քայլից բաղկացած ու լավագույն փորձ օգտագործելուց այդ շատ արագ կարելի է հասնել արդյունքների։ Հիմա մի քանի քայլ անենք ստեղ, ChatGPT-ի միջոցով շատ հեշտորեն կարող ենք ստեղծել մեր համար նպատակարար, այսպես ասած, պորտֆել եւ առանձնապես շատ չխորանալ դիվերսիֆիկացիաների մեջ, կոռելացիաների մեջ, ռիսկ եկամտաբերություն այդ ամեն ինչը շատ արագ կարելի է սա միջոցով անել։ Եվ ըստ դրա կստեղծենք մի հատ նպատակային պորտֆել, որ ամեն մեկս կարող է իր համար ստեղծի, եւ կարող ենք իհարկե անցնել նաեւ լավագույն փորձով, որ եւս շատ է կտա, չգիտեմ, ու ըստ դրա արդեն կարող ենք սկսել արդեն այդ գործունեությունը, որ շատ այդ ամենը արագ լինի ու պատկերացնենք, որ այդքան է դժվար թեմա չի։ Դե սկսենք քայլերով ու անցնենք chat-ի հետ խոսելուց արդեն կհասկանանք ինչա տեղի ունենում։ Դե առաջի հարցը ստեղ լինելու այն, դե ուզում ենք սկսենք ներդրումներ անել ու ուզում ենք ստեղծել երկարաժամկետ ներդրումային պորտֆել, հա, ինչա տեղի ունենում։ Առաջինը տանցենք այդ հարցը։ Դրանք ինչ ենք ասում։ Ինքը արդեն տվեց մի քանի ներդրումային ակտիվ, հա, ինչ կարելի անել։ Չգիտեմ, investment principle, այսինքն ինչ բազային մոտեցումներ պետք է լինեն, ETF-ներ եւ այլն, կարող ենք ասել ստեղ ինչ ներդրումային ակտիվներ կարելի է օգտագործել, հա։ Ստեղ ինքը արդեն կտա մեզ տարբեր տիպի ներդրումային ակտիվներ, ոնց որ տեսնում ենք, օրինակ, բաժնետոմսեր, չգիտեմ, միջազգային եւ այլն, ETF-ներ իհարկե, պարտատոմսեր եւս կարելի է օգտագործել, ինչ որ չափով անշարժ գույք, հումք կարա դա լինի, չգիտեմ, ոսկի եւ այլն, եւ չգիտեմ, կանխիկ գումարներ, կրիպտո, private equity, venture-ային կապիտալ եւ այլն։ Հիմա իրան մենք մյուս հարցը որ տալիս ենք, այդ բոլոր ունենք սանում ենք տարբեր տիպի ակտիվներ, հա։ Ըստ դրա մյուս հարցը կարելի է տալ այն, որ օքեյ, լավ, ակտիվները մի կողմ, ինչ տիպի գործիքներ, այսինքն արժեթղթե կարելի է ստեղ օգտագործել։ Հիմա ինքը տալիս է ցանկ տարբեր տիպի արժեթղթերի, չգիտեմ, միջազգային, ԱՄՆ-ի, չգիտեմ, պարտատոմսեր, միջազգային, դեպետական եւ այլն, ստեղ մյուս հարցը որ կարա հնչի, լավ, այդ արժեթղթերի ռիսկ ու եկամտաբերության եւս համադրելությունը որ ինքը տա, այսինքն միջինացած եկամտաբերությունը ինչ սպասելիքներ կարան լինեն եւ իրանց ռիսկը, հա, ասենք տատանումները այդ արժեթղթե ինչ են։ Հիմա ինքը տալու է մեզ այդ արժույթակը, որտեղ նաեւ լինելու են արժեթղթերի average annual return-ը, այսինքն սպասված կամ պատմական իրանց եկամտաբերությունը տարիների ընթացքում, որը շատ մոտ է շատ ժամանակ լինելու նաև ապագա 30 տարվա կտրվածքով ինչ սպասելիքներ ունենանք։ Ստեղ ինքը տալիս է ոնց որ տեսնում եք տարբեր տիպի արժեթղթերի անուններ, չգիտեմ, ETF-ներ, Vanguard-ի S&P 500 հետ կապված ընդհանուր, ասենք աշխարհով մեկ global equities, չգիտեմ, աշխարհի մակարդակով ֆոնդ, որտեղ, չգիտեմ, տարբեր երկրների բաժնետոմսերն են, չգիտեմ, միջազգային զարգացող երկրների բաժնետոմսեր եւ այլն, ոնց որ տեսնում եք տալիս է մեզ թե սպասվող եկամտաբերությունը եւ ռիսկի գնահատում, այսինքն standard deviation, ստանդարտ շեղում։ Այստեղ ունենք արդեն բավականին հետաքրքիր պատկեր ռիսկից եւ եկամտաբերությունից, հա։ Այստեղ ինքը ցույց է տալիս ստանդարտ շեղում ինչա նշանակում, այդ մանրամասներով չանցնենք, բայց այդ տատանումների մակարդակն է, հա։ Հիմա մյուս քայլը որ անենք, դնենք այս ամեն ինչը մի հատ գրաֆիկի մեջ, որը ցույց է տալի մի մասում ինքը ցույց է տալու իր սպասվող եկամտաբերությունը եւ մյուս կորի վրա ցույց է տալու իր ռիսկը, հա։ Հիմա ստեղ ինքը ինչ է տալիս է տարբեր տիպի այդ տարբեր արժեթղթերի համադրությունը այդ գրաֆիկի մեջ, որոնք ինչ ռիսկ ունեն եւ եկամտաբերություն։ Հիմա ըստ դրա կարելի է օրինակ ենթադրություն անել, որ այս մի ակտիվը, որը ստեղ ցույց տալիս, ավելի վատն է, քան թե չգիտեմ, այս մի ակտիվը ենթադրաբար 8%
եկամտաբերություն մոտավորապես 16% ստանդարտ շեղում, դա երկարաբար ոսկին է։ Հիմա եթե sense նայենք, չգիտեմ, այս մի 16-ն ու 11-ը դա արդեն նշանակում է, որ դա մեծ ընկերություններն են, գուցե թվա, որ ավելի լավ է դա ունենալ, քան թե ոսկի։ Բայց ստեղ ոնց որ միշտ ասում ենք, շատ կարևոր է իհարկե կոռելացիաները։ Կոռելացիան ինչ է նշանակում, որ արդյոք այդ արժեքները իրար հետ են տատանվում, թե հակառակ ուղղություններով կամ այդ կոռելացիան բարձր թե ցածր է։ Ինչի է դա կարևոր, որովհետև դիվերսիֆիկացիա կա, դիվերսիֆիկացիայի էֆեկտները այն ժամանակ են, երբ որ այդ կոռելացիաները մեկ չեն, հա, իրար հետ չի բարձրանում իջնում։ Հիմա ըստ դրա իրան մի հատ խնդրում ենք ասել մեզ տա աղյուսակ matrix-ի պես կոռելացիաները տարբեր ակտիվների իրար հետ։ Ոնց որ այստեղ տենում ենք արդեն, որ այդ կոռելացիաները մեկ չեն շատ ժամանակ, չգիտեմ, պարտատոմսերի եւ ոսկու կոռելացիան 0.1 է, պարտատոմսերի եւ միջազգային բաժնետոմսի -2-ը, որը -0.2-ը, որը էլ ավելի լավ է։ Հիմա ինչքան ցածր կոռելացիա, այնքան ավելի բարձր դրական դիվերսիֆիկացիայի էֆեկտ։ Այդ ամեն ինչը պետք է մի հատ պորտֆել ստեղծել ու այդ պորտֆելը ինչ տիպի պորտֆելներ կարելի է ստեղծել, օրինակ այս արժեքներից, հա։ Այսինքն հիմա մենք իրան ասելու ենք ստեղծի մեր համար պորտֆել այս տիպի ներդրումային ակտիվներից, այսինքն պորտֆելի մեջ օրինակ թե ոսկի, թե բաժնետոմս, չպարտատոմս, ավանդ եւ այլն, հա։ Ու այդ նույն գրաֆիկում, որը ստացանք մի քանի րոպե առաջ, այդ նույն գրաֆիկում այդ պորտֆելները ունենանք։ Ոնց որ տեսնում ենք, մենք ստանում ենք մոտավորապես sense տիպի պատկեր, ինքը կոչվում է efficient frontier, այսինքն այս բանի վրա, այս կորի վրա մենք ստանում ենք ամենաէֆեկտիվ պորտֆելները, որ կարող ստեղծեն այս տիպի ներդրումային ակտիվներով, հա։ Այսինքն ամենաագրեսիվ պորտֆելը, ավելի բարձր աճով սպասող աճով պորտֆելը ունենալու է մոտավորապես տարեկան 11.5 եկամտաբերություն, իր ռիսկը լինելու է մոտավորապես 13-14%, ինչ է նշանակում դա, նշանակում է, որ միջինացված մեր սպասելիքն է, որ այս մոտակա 10-20-30 տարվա ընթացքում միջինում լինելու է 11% տարեկան դոլարով եկամտաբերություն։ Ռիսկը ինչ է նշանակում, որ այդ տատանումները միջին իր մի ստանդարտ շեղումը, այսինքն սովորաբար ինքը տատանվել է +13-14 կամ -14։ Այստեղ ինչն է կարևոր, որ այս որ բարձրանանք վերև ստեղ նայում ենք, տեսնում ենք, որ այդ տիպի ցածր ռիսկայնությունով շատ քիչ ակտիվներ կան, հա, այսինքն դրա համար է ինքը efficient, այդտեղ է սկսում արդեն աշխատել կոռելացիաներն ու դիվերսիֆիկացիաները։ Այսինքն մենք ստանում ենք բարձր եկամուտով սպասող եկամուտով պորտֆել, բայց բավականին ցածր ռիսկով, ավելի ցածր ռիսկ, քան ստեղ որոշ այս արժեքները, որոնք նույն տիպի եկամտաբերություն ունեն։ Հիմա այս տիպի պորտֆելները արդեն ստանում եք կոնսերվատիվ պորտֆել, միջին ռիսկի պորտֆել, բալանսավորված աճի պորտֆել եւ բավականին ագրեսիվ պորտֆել, հա։ Այդտեղ մեզ ինքը տալիս է այդ բաժնետոմսերից ինչքան պետքա ունենալ, հա, չգիտեմ, եթե կոնսերվատիվ է, իհարկե մեծ մասը պարտատոմսերի մեջ է, մի քիչ ոսկի, միջազգային բաժնետոմսեր ու բավականին քիչ կամ 0 ամերիկյան արժեքներ եւ այլն, հա, ստեղ արդեն տենում ենք այդ պորտֆելի բաշխվածությունը։ Կոնսերվատիվ պորտֆելը մեզ տալիս է մոտավորապես 6.5% եկամտաբերություն դոլարով եւ 6.5% ստանդարտ շեղումով։ Հիմա կարելի է հարց տալ, լավ, իսկ չգիտեմ, մեր մասով հետաքրքիր է իհարկե VC venture-ային ներդրումները, դա ոնց ազդում է պորտֆելի վրա։ Մի հատ էլ հարց տանք, այսինքն եթե ուզում եք նաև ներառել, չգիտեմ, venture-ային ստարտափի ոլորտը այս պորտֆելի մեջ, կարող ենք նաև դա անել։ Այս պահին կարելի է զուտ ընտրել այս պորտֆելներից որևէ մեկը, ստեղծել այդ պորտֆելը, չգիտեմ, ուզում ենք աճին ուղղված պորտֆել, ինքը տալու է մեզ 10% պետք է ունենանք պարտատոմս, մի 5% ոսկի, մի 40% միջազգային բաժնետոմսեր, 25 ամերիկյան, որոշ չափով ռիտեր ինչ է նշանակում, որ դա աշարժ գույքի ֆոնդեր են, կարող լինեն միջազգային, կարող լինեն տարբեր երկրների, 10% ռիտեր եւ 10% զարգացող երկրներում եւս բաժնետոմսեր, հա։ Ունենանք մոտավորապես 10% եկամտաբերություն։ Ու ինքը սա այս բոլոր 5 պորտֆելները էֆեկտիվ պորտֆելներ են, այսինքն օրինակ մինիմումի են հասնում ռիսկը եւ մաքսիմումի այդ ռիսկի համաչափ հասնում են եկամտաբերությունը։ Այս արժեքներով ամենայն դեպս։ Հիմա եթե ուզենանք օրինակ ավելացնենք venture-ային ներդրումները, այսինքն ստարտափ ներդրումները, տեսնենք ինչ կունենա այդ պորտֆելի հետ եւ ինչքանով տեղի կոռելացիաները եւ եկամտաբերությունը եւ ռիսկը ոնց կարա ազդի այդ պորտֆելի վրա։ Այդ էլ մի հատ անենք,
եւ տեսնենք ինչ պատկեր կունենանք։ Ինքը մոտավորապես տալիս է մեզ venture-ային կապիտալի, այսինքն ստարտափների սպասող եկամտաբերություն տարեկան եւ իհարկե ռիսկը։ Ստեղ տալիս է ինքը 30-ից 40% տատանումներ, ստեղ ինքը ասում է, որ ինքը իհարկե լիկվիդային գործիք չի, եւ իհարկե կարող են շատ բարձր եկամտաբերություն լինի եւ կարող է շատ ցածր, այսինքն տատանումների շբանը շատ մեծ է, հա, այսինքն դա risk standard deviation, այսպես ասած, ստանդարտ շեղումը։ Բայց ունենք նաեւ ստեղ մի բան, որը պետք է հաշվի առնել, իհարկե դա իր կոռելացիաներն են։ Կոռելացիաները տարբեր արժեթղթերի հետ եւ ըստ դրա ինչ դիվերսիֆիկացիա էֆեկտ կարող է ստանանք։ Հիմա ըստ դրա կարող ենք միատել պորտֆել էլի եւս, ասենք, եթե S տիպի արժեթուղթը ներառում ենք մեր պորտֆելի մեջ, էլի տվեք մեզ 5 պորտֆելի օրինակներ, նաեւ ներառյալ տես տիպի venture-ային ներդրումները, հա, ինչ որ մենք ենք անում։ Հիմա ինքը մեզ տալիս է եւս էլի 5 տիպի պորտֆել, բայց նաեւ այս անգամ արդեն VC, տեսնենք VC-ն ինքը ներառել է, թե չի ներառել այդ պորտֆելի մեջ։ Ենթադրաբար կոնսերվատիվ պորտֆելում բավականին քիչ կլինի, բայց չէ, ինքը ստեղ ավելացրել է 10% venture-ային կապիտալ, մոդերատ պորտֆելում եւս 10, բայց եթե շատ ագրեսիվ պորտֆել եք ուզում ձևավորել, կարող լինի 25, մենք սովորաբար որպես ընկերություն 10%-ից ավել խորհուրդ չենք տալիս ստարտափային ներդրումների մեջ ներդրում անել, բայց ինքը տալիս է ստեղ օրինակ այս օրինակներով ինչքան արժի ունենալ ստարտափների ներդրումներ եւ ըստ դրա սպասող եկամտաբերությունը տեսնում ենք արդեն շատ ավելի բարձր կարող լինի համատած մեր նախորդ 5 օրինակ պորտֆելների մեջ։ Եվ ասենց մենք կարող ենք տարբեր տիպի ներդրումային ակտիվներ ներառել սրա մեջ։ Սրա ամենալավ բանը այն է, որ ինքը կարող է ավտոմատ մեզ պորտֆել կարա ստեղծի կամ օրինակներ պորտֆելի եւ ըստ դրա մենք ընտրենք այդ պորտֆելը ոնց է ամենանպատակարարը մեր համար։ Կարա լինի կարող մեր մեջ ավելացնենք, չգիտեմ, կրիպտո, կարող չգիտեմ, տարբեր տիպի եւս արժեթղթեր, բայց ինքը արդեն ունի բազա տվյալների թե եկամտաբերության, նախքին չգիտեմ 30 տարվա կտրվածքով, ռիսկեր եւ կոռելացիաներ, այդ 3 բանը, ու ըստ դրա մեզ տալիս է էֆեկտիվ պորտֆելներ, հա, պորտֆելներ, որոնք մինիմում են հասցնում ռիսկը ըստ եկամտաբերության, որ մենք կարող ենք ստանալ այս տիպի ներդրումային ակտիվների հետ միասին։ Միակ բանը, որ մեզ ստեղ երևի մնաց անելու, դա հասկանալն է, որ ինչ տիպի որն է լավագույն փորձը ներդրումային պորտֆել ստեղծելը, այսինքն էֆեկտիվ պորտֆել ստեղծելը դա մի բան է, բայց հետո պետք է նաև գործունեություն ծավալենք այդ պորտֆելի հետ, այդ պորտֆելը պետք է կառուցել, սկսել խնայել, ներդրում անել։ Հիմա նաև հարցնենք լավագույն, չգիտեմ, 10 լավագույն փորձից ելնելով 10 բաներ, ինչ պետք է հաշվի առնել այս ամենը անելուց։ Հիմա այս 10 ինքը տալիս է մեզ 10 օրինակներ, դա ներդրումային, այսինքն նպատակը դա մի բան է, այսինքն այդտեղ ինչից է դա կապված, ինչքան երկարաժամկետ ենք դիտարկում այս պորտֆել ստեղծելը, այսինքն 5 տարի, 10 տարի, 25 տարի եւ այլն, լիկվիդայնություն, ինչքան եք ուզում լիկվիդայնություն ունենալ պորտֆելում, 5%-ա, 10%-ա պորտֆելի, ինչքան է մեզ գումար պետք լինելու, կանխիկ այսպես ասած, դիվերսիֆիկացիան է շատ կարեւոր, ոնց որ մենք նոր արեցինք, այս հորիզոնն է ժամանակի, market timing-ով չզբաղվել, այսինքն չմտածել, երբ որ բարձրանա վաճառեմ, առնեմ trading եւ այլն, այդ մասը շատ ժամանակ եւ ակտիվություն այդտեղ չտարածել, ծախսերը ցածր պահել իհարկե շատ կարեւոր է, ժամանակի ընթացքում, չգիտեմ, 2 տարի, 1-3 տարի մեծ վերաբալանսավորել, եթե ուզում ենք այդ ներդրումային մեր պորտֆելի եւս շփումներ անել այդտեղ, երկարաժամկետ մտածելակերպ, որոշ չափով շատ բարձր ռիսկային գումար հատկացնել բարձր ռիսկի գործիքների մեջ եւ ժամանակի ընթացքում, բայց ոչ թե հաճախորեն, որտեվ ինչքան ասես ինֆորմացիա կա աշխարհում, շատ հաճախորեն այդ ամեն ինչը ֆոկուս չանել այդ առօրյա նորություններ կարդալ, ստրես տանել եւ այլն դրա հետ կապված։ Նենց որ այդ առումով նաեւ այսինքն դիվերսիֆիկացիա, invest consistently, այսինքն ամեն ամիս այդ ամենը անել, այլ ոչ թե սպասել մեծ գումար կա, հետո այդ բաշխել, ծախսերը ցածր պահել եւ իհարկե երկարաժամկետ մտածելակերպ։ Դե այդքանն էր, ոնց որ տեսանք մի քանի րոպե սատևեց ու արդեն բավականին լավ պորտֆել ենք կարողացել պորտֆելի օրինակներ ստանալ, որոնք էլի մաքսիմում են հասցնում ռիսկը, մինիմումի մաքսիմում հասցնում
ներդրումային եկամտաբերությունը սպասվող եւ մինիմում են հասցնում մեր ռիսկը այդ պորտֆելի օրինակներով։ Դե կապի մեջ կլինենք, հարցեր լինեն, իհարկե դիմեք, շատ ուրախ կլինեմ